Ռազմաուսումնական հաստատություն ավարտած եւ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից պետական աջակցության բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունքի ձեռբերման նպատակով հիպոթեկային վարկավորման նպատակային ծրագիրը եւ հիպոթեկային վարկավորման պայմանները սահմանելու մասին հարցը։ Զեկուցող Պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյան, պարոն Սարգսյան, խնդրեմ։ Մեծարգո պարոն փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, ներկայացված կառավարության որոշման նախագծով սահմանվում է 2022-ից 23 ուսումնական տարվանից սկսած ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն եւ հետ ուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած եւ Պաշտպանության նախարարության համակարգում կամ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար օրենքով նախատեսված բնակարանային ապահովման շրջանակներում արտոնյալ պայմաններով հիպոթեկային վարկավորման նպատակային ծրագիր է, որը հնարավորություն է տալու սպայական կազմի զինծառայողներին ամբողջությամբ պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման հիման վրա սեփականության իրավունքով ձեռք բերել բնակարան, բնակելի տուն, վարկը, կանխավճարը, մայրգումարը եւ տոկոսները ամբողջությամբ մարվելու են պետական բյուջեի միջոցների հաշվին Պաշտպանության նախարարության կողմից։ Որոշման նախագծով սահմանվում է վարկավորման պայմանները եւ ծրագրի իրականացման մանրամասները։ Որոշման նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ պետական մարմինների, ինչպես նաեւ լրամշակվել է նախարարական սոցիալական կոմիտեում քննարկման արդյունքներով։ Խնդրում եմ ընդունել որոշման նախագիծը։ Պարոն փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, ըստ էության մենք այն քաղաքացիները, ովքեր կընդունվեն ռազմաուսումնական հաստատություն, կավարտեն, կնշանակվեն Պաշտպանության նախարարության համակարգում կամ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում ծառայության մենք տրամադրելու ենք հավաստագրեր, որի միջոցով իրենք հնարավորություն կունենան ընտրելու իրենց բնակարանը կամ բնակելի տունը առաջնային կամ երկրորդային շուկայից, սեփականության իրավունքով է տրամադրվելու, բայց պայմանով, որ նվազագույնը 20 տարի պետք է ծառայություն անցկացնի վերոնշյալ մարմիններում, հավաստագրով զինծառայողին հասանելի գումարը, որով կարող է բնակարան ձեռք բերվի, որոշվելու է Երևանում 80 քառակուսի մետր տարածքով բնակելի անշարժ գույքի արժեքով, որը այս պահի դրությամբ կազմում է 35 միլիոն դրամի չափով, եւ հնարավորություն կունենա այս գույքը ձեռք բերել ոչ միայն Երևանում, այլ նաեւ մարզերում։ Ըստ էությամբ այսքանն էր, շնորհակալություն։ Պարոն Սարգսյան, սա գործող ծրագիր է, մենք շրջանակն ենք փոխում, թե նոր աջակցության եղանակը։ Մենք զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով ունեինք արդեն իսկ հաստատված, որից որ նաև ունեինք կառավարության որոշում, թե ինչ տրամաբանությամբ ենք տրամադրելու այդ բնակարանները, մենք ըստ էության փոփոխել ենք կարգը, լավարկել ենք եւ այդ լավարկման արդյունքում իմ թվարկված առավելություններն էր, որ այսինքն գույքը չի ձեռք բերվելու պայմանական պաշտպանության նախարարության կողմից մրցույթ հայտարարելու միջոցով, որտեղ կան մասնակցեն կառուցապատողներ։ Այսինքն մենք սրանով հանդերձ հնարավորություն ենք տալի, որպեսզի զինծառայողը նախ եւ առաջ ինքը իր ընտրությունը կատարի։ Նախատեսված էր, որ Երևանում միայն գույքը պետքա ձեռք բերի, այս կարգավորումով փոխում ենք, որ մենք Երևանում ձեռք բերելու համար գումար ենք տրամադրում, արդեն ընտրությունը թողնում ենք իրեն, ինքը կարող է այդ գույքը ձեռք բերի Երևանում, թե մարզերում։ Հիմնական առավելությունները, հիմնական փոփոխությունները այս երկուսն էին, իհարկե նաև տրամադրվում է ամեն ինչը սեփականության իրավունքով, բայց պայմանով, որ զինծառայողը 20 տարի պետք է ծառայի։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար